Սիրելի խոյեր, եկեք խորուրդ խոյերին, աղեղնավորներին, կրակի տարերքներին բոլոր և առյուծներին խորուրդ օրակուլ քարտերից ինչպես անեք, որ ձեր կյանքի բոլոր սֆերաներում նոր էներգիաներ կան, նոր մարդիկ, նոր ծանոթություններ, մասնագիտականում առաջ գնաք և այլն։ Ովքեր ծնվել են կրակի տարերքի համաստեղության ներքո, սիրելի խոյեր, դենց էլ գիտեի, շատ հետաքրքիր է, աղեղնավորներ և իմ սիրելի առյուծներ։ Սիրելի խոյեր, տեսեք ինչ լավ ռայսկի սադ կարդն է դուրս եկել օրակուլ Լենորմանի, որը խորհուրդ է տալիս որակով բավականին ռեկլամների հետ, օնլայնի հետ կապված, սոցկայքերի հետ կապված, մարդկանց հետ ծանոթությունների հետ կապված, եղեք բավականին ակտիվ, մի նստեք, մի սպասեք, և եթե ինչ-որ մի բան առաջ չի գնում ձեզ մոտ, ես խորհուրդ կտայի, որպեսզի դուք սիրելի խոյեր կամ ինչ-որ բան սովորեիք օնլայն հեռավորության վրա, խոսքի օրինակ SMM, որ կարողանաք շատ որակով կատարել ձեր աշխատանքները, ռեկլամները, որպեսզի մանետիզացիան բավականին օգուտ տա և ավելի շատ պրակրուտ կլինի ձեր ռեկլամները, լայքերը և այլը, և շատ մարդիկ ցանկանան հետաքրքրություն առաջացնեք, հետաքրքիր իմպուլս տվեք, հետաքրքիր սոչնի ինչ-որ բան կազմակերպեք, որ բոլոր սֆերաներում ցանկանան ձեզ հետ համագործակցել։ Իսկ ովքեր ծնվել են էլի կրակի տարերք աղեղնավորներին, ձեզ խորհուրդ է տալիս ձեր հույսը դնեք ձեր բարեկամների վրա, ում համարում եք դուք հարազատ, հարազատների հետ է կապված, ձեզ կտրվի լավ հնարավորություններ, որտեղ դուք պետք է օգտագործեք ձեր նավիկները, որը որ ձեզ գալիս է ձեր տոհմական կողմից, և մի նստեք և մի սպասեք և ձեր հույսը այլ մարդկանց վրա մի դրեք։ Հաջորդ քարտը առյուծներին, եթե ինչ-որ մարդկանց հանդեպ կա նախանձ և այլ, խորհուրդ է տալիս դա դաստիարակել ձեր մեջ, որովհետև դա ձեզ մոտ կարող է կանգ առնել ամեն ինչ և առաջ չգնալ։ Եթե մարդկանց, ում դուք համարում եք մրցակիցներ, դա այնքան էլ լավ չէ, դուք պետք է փոխեք ձեր գործելաոճը, լինեք իմաստուն, շատ կարդաք, շատ գիտելիքներ ձեռք բերեք և ում հետ շփվում եք պետք է բավականին իմաստուն